Սիրելի Arm Games նախագծի սիրահարներ, շարունակվում է Arm Games Kids-ը։ Արդեն հաջորդ 100-ակն է մասնակցում, այսօր ունենալու ենք ֆանտաստիկ պատանիների հետ, վստահ եմ, որ մենք պատրաստ ենք, վստահ եմ, որ նաև պատանիներն են պատրաստ, այսօր նաև լինելու են ծնողներ, այսօր մենք ունենք նաև հանդիսատես եւ իհարկե վերջում ունենալու ենք հաղթող, որ գնալու է տուն ֆանտաստիկ նվերով։ Ես գիտեմ, որ երեխաները այնտեղ անհամբեր սպասում են, դրա համար հիմա ես չեմ ուզում, էլի շատ ցկեմ ու նա ծափարությունների ներքո ծնողներ ջան, արդեն դիմավորում ենք երեխաներին։ Եկեք, գալենայքի, բա ծափերը ուր են։ Այսենց գժական օր եմ սպասվում։ Երեխեք ո՞նց եք։ Ես էլ եմ շատ լավ։ Իրենց հետ արդեն խոսել եմ, գիտեք, չէ՞ որ մրցույթ է։ Այո։ Բայց ասեմ նորմալ է, որ եթե դու պարտվում ես, նեղվում ես, ամբողջովին նորմալ է, որ քո էմոցիաները ցույց ես տալիս, ես ուզում եմ իմանալ։ Ուրախանալն էլ, լացելն էլ, բոլորն էլ մարդու համար է։ Համաձայն եք, չէ՞ ինձ հետ։ Ու դա կապ չունի, դու տղա ես, թե աղջիկ ես, բոլոր էմոցիաները բոլոր մարդկանց համար են։ Պատրաստ եք։ Այո։ Գնացին ծափերը։ Գժական տրամադրություն է այսօր այստեղ։ Ես գիտեմ, որ երկու աղջնակ ունեն նվեր պատրաստած Arm Games-ին, եկեք հələ, երեխեքը ցույց էին տվել, էլի։ Հələ սս պատտվեք այնտեղ թող տեսնեն։ Հիմա պետքա բացեմ։ Դու կնի դու քո ձեռքով բացես։ Կողմն ի՞նչ է։ Գաբրիելա։ Գաբրիելան պատրաստել է նվեր Arm Games-ին, հա։ Այո։ Ինչ ասա։ Ես ձեր ընտանիքի համար Մելիքյան։ Օպա։ Սրանց մեջ տարբեր բաներ է։ Ոյ, ապրես դու Գաբրիելա ջան։ Լիլիթ։ Օպա։ Ստելա։ Աշխատանք է կատարել Էլիզա։ բոլորի տարերով, այսպես մի հատ օրինակ ցույց տամ, մի հատ որնա կրպի։ Այսպես երեխան հատուկ մեր աղջիկների, տան աղջիկների տարերով պատրաստել է, սա դիտեղ պահի։ Կոմոդ ինչ անի դու ցույց տուր։ Կախտերի մեջ տարբեր բաներ է, էլի։ Հա, ես Սա հովանավորն է։ Ահա։ Սա Ահա, 1 րոպե, այս ինչա, Pinkberry-ն եմ սա ցույց տալիս, էլի Pinkberry։ Դուք այսօր մեր գործընկերը չեք, բայց ձեզ նվեր են բերել մեր մասնակիցները, սա հատուկ, այս ինչ հրաշալի առիթ է, ես խոսեմ Pinkberry-ի մասին։ Սիրելի Լյուսի, սա քեզ եմ ուղարկում, սա մեր անունդ ինչ է։ Միլենա։ Իսկ ինչ ես Pinkberry-ի այս բերել էլի հենց այս թուղթը։ Ուղղակի։ Օպա, սա հովանավորներին բերել է։ Մեր այս հետաքրքիր վերաբերմունքի համար շնորհակալություն, բայց գիտեք չէ, դա կապ չունի, որ դուրս մնաք, դուրս եք մնալու։ Գիտեք չէ։ Խաղերը սկսենք։ Գնացինք տեղավորվենք դիրքում։ Ապրեք։ Շատ լավ տրամադրություն նվերներ եւ մենք սկսում ենք Arm Games Kids-ի առաջին փուլի առաջին խաղը։ Hey խմբեր։ Նորից Hey խմբեր խաղն է, որտեղ հնչելու է թիվ, մասնակիցները պետք է միավորվեն այդ թվի շուրջ տվյալ զոնաներում։ Ովքեր որ չհասցրեցին կամ եղան շատ, կլքեն նախագիծը։ Շատ լավ, խաղը պարզ է, երեխեք պատրաստ եք։ Այո։ Երաժշտությունը միացավ, սկսեցինք։ Դե տրամադրություններն շատ բարձր է։ Առաջին փուլի ժամանակ որոշել ենք, որպեսզի երեխաները շատ չնեղվեն դուրս գալուց, որպես այդպեսին լինելու է սպասման ռեժիմ, այսինքն այն մասնակիցները, ովքեր այս փուլից դուրս են մնում, պարտվողները միմյանց դեմ ուրիշ խաղ են խաղալու, որի արդյունքում արդեն պարտվողները կլքեն նախագիծը, իսկ մնացած բոլոր մասնակիցները, ովքեր կհաղթեն այդ փուլում, կանցնեն երկրորդ փուլ։ Իսկ հաղթողները միանգամից անցնեն երկրորդ փուլ։ Ստոպ։ Ես ասելու եմ նենց թիվ, որ բոլորդ կարող եք կանգնել։ Դրա համար ուշադիր եղեք, որ իրար օգնեք։ 11։ Ես քանակը գիտեմ, որ 77 հոգի են, առաջինը նենց թիվ եմ ասել, որ բոլորը կարող են կանգնել, ասել եմ 11։ Հիմա տեսնենք իրանց թիմային աշխատանքը ինչպես է լինելու։ Հիշեցնում եմ, որ թիվը նենց թիվ եմ ասել, որ բոլորը կարան կանգնեն։ Հիմա հələ որ չեն գտնում։
ստոպ չեն տալի, որ դու Ստոպ։ Հələ մի հատ ուշադիր հաշվեք։ Ասում եմ նենց թիվ եմ ասել, որ բոլորդ կարակ կանգնեք։ Հələ հաշվեք մի հատ։ Լավ, այո, ես նենց թիվ ասացի, որ բոլորը անցնեն հաջորդ փուլ, որպեսզի առաջի փուլից մարդ դուրս չգա, բայց երկրորդ փուլից արդեն մարդիկ սկսեն դուրս գան։ Բոլորը տանցել եք, եկեք։ Բարի, էլի։ Շատ լավ, շարունակում ենք, պտույտը գնաց։ Ստոպ։ 8 Հիմա մաթեմատիկորեն մարդիկա որ դուրս են մնալու։ Այս պահին ես տեսնում եմ 4 մասնակիցներ, ովքեր տեղափոխվում են սպասման ռեժիմ։ Երեխեք, բայց դուրս չեք մնում։ Դուք ուղղակի տեղափոխվում եք սպասման ռեժիմ, որտեղ ձեզ սպասում է մեկ ուրիշ խաղ, որ դուք եք սպասման ռեժիմում։ Հիմա գնում եք այնտեղ տեսնում եք գրած է Vega, գնում եք այդ խաղային զոնայի մոտ, դուք սպասում եք հաջորդ փուլին, ելնես գնացեք այնտեղ 8 1, 2, 4, 2, 4, 6, 9, բոլորը գնում եք սպասման ռեժիմ։ Մասնակիցները չկարողացան կիսեն իրենց մեջ մեկ հոգի դուրս էր գալի, մնացած բոլորը անցնում էին հաջորդ փուլ։ 9 աղջիկներ, ես պետք է գնամ զրուցեմ իրաց հետ։ Ես հարց ունեմ 9 աղջիկներին։ Ձեզից եթե մեկը դուրս էր գալի, կապ չունի ով, մնացած 8-ը անցնում էին հաջորդ փուլ։ Դե ինչ կապ ունի վերջում ով ա եկել, սկզբում ով ա եկել։ Հանեցինք, ստոպը տվեցինք, հանեցինք, նորից մտավ։ Հայլի մտնում։ Նորից մտավ, ստոպը տվեցինք, մենք 8 հոգի ենք։ Ստոպից հետո ով մտավ։ Ինքը։ Ստոպից հետո ես մտել։ Հետո եմ մտել։ Ես կնայեմ այդ ամենը կամերայով։ Հիմա փորձում ենք հասկանանք, աղջիկներն ասում են, որ ստոպից հետո է փոքրիկ աղջնակը մտել ներս։ Հիմա նայում ենք, եթե ճիշտ են ասել, աղջնակն են դուրս գալիս, եթե ոչ, բոլորով դուրս են գալիս։ Շատ լավ։ Մենք տեսանք կադրում ինչ ա եղել, ուրեմն երբ որ վանկարկ գրել է ստոպ, ստոպից հետո դուք բրդել եք, ոնց որ իրան բրդել եք դուրս, ինքը դրսում ա եղել, ու ստոպից հետո չի հասցրել մտնի ներս, դա համար դուք ձեր բախտը բերեց 8-ով մնում եք փուլում, դու չէ, նեղվելու բան չի, ուղղակի այդ հասնում են, բայց դու ճիշտ ես անում, ինչի պետք է դու զիջես։ Ես չեմ զիջել ընդհանրապես։ Այսօր ուշ խաղին մի տղավտես, բան չկա, բանուն է։ Վիկտորիա։ Վիկտոր, ապրես։ Բոլոր անցան հաջորդ փուլ մտանք ներս։ Մեզ մոտ սկսում է առաջին խաղի երրորդ փուլը։ Ստոպ! 10 Հիմա արդեն մաթեմատիկորեն նենց թիվ եմ ասել, որ մի փոքր բարդացնեմ։ Ստոպ! 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 Սիրունես դու գն անունդ Նարե։ Նարե ջան, դու գնում ես սպասման ռեժիմ, վազքով գնա։ 11 հոգի։ Հիմա կամ բոլորով գնում եք սպասման ռեժիմ, կամ որևէ մեկը ձեզից պետք է զիջի։
ասել ենք։ Այն անգամ ես դուրս եմ եկել Խաղա լինելու, հավես խաղա լինելու։ Բայց իրեք հնարավորություն։ Դուք ունեք 3 վայրկյան, 1, 2, 3, դու դուրս ես գալի։ 3 վայրկյան լրացավ, եթե նա դուրս չի գալի, բոլորով եք դուրս գալի։ Ոչ սիրում։ Հլարի, արին մոտ։ Հլա ասեն չի ես զիջում, դու մատ ուզեմ հասկանամ, էլի, դու զիջում ես քո տեղը։ Քո տեղը զիջում ես քո ընկերներն են, հա։ Մի բակից եք, բայց տեղ եք ծանոթացել։ Կապրես դու, Վիկտորիա, դու շատ ուժեղ աղջիկ ես։ Դե իմ ասել չես ուզվում, որտեղ հələ դու հնարություն ունես անցնելու հաջորդ փուլ, չէ՞։ Ամեն ինչ անելու ես, չէ՞ որ ասես։ Դե վազքով գնում ես դեպի գեյմինգը, վազքով։ Իսկ ինչ ես դու լացում։ Ինչ ես լացում։ Որի կզիջեց։ Բայց ինքը զիջելա քո ու մնացածների համար։ Դուք բոլոր հաջորդ փուլում եք։ Բոլորը հաջորդ փուլում եք, եկեք։ Ուշադրություն, վերջին փուլ։ Սերի օպերատոր, երեխեքին տանջում են։ Ուշադրություն։ Կներեք երեխեք, 5 այստեղ դաժան ալինելու բոլորով կետ դուրս են մնացելի մոտ բայց վերջին փուլին երեխեք հələ ոչ մեկ դուրս չի մնացել դու էլի լացում ես դուք բոլորդ գնում եք երեխեք ջան սպասման ռեժիմ գնում եք վեգայ նայ եկել ասում ասում եկել եք իմ մոտ բոլորդ գնում եք սպասման ռեժիմ Տղաներ, ես ձեզ շնորհավորում եմ, դուք սենց բոլորով միասին գրկում եք միմյանց ու գնում եք սպասման ռեժիմ, չկարողացան կիսեն։ Երեխաներ ջան, ոնց եք։ Հիմա միացած միմյանց գրկեք, այդ ես գրկած գնացեք սպասման ռեժիմ։ Չէին կարողացել կիսեն։ Մնացած բոլորը հաջորդ փուլում եք։ Այս խառը տրամադրության մեջ մենք տեղափոխվում ենք սպասման ռեժիմի խաղ, որը կարելի ասել այս հաղորդման երկրորդ փուլն է, որտեղ բավականին մասնակիցներ անցել են սպասման ռեժիմ։ Ավարտվեց առաջին փուլը, սպայն սպասման ռեժիմում եք դուք 5-ով։ Ես գիտեմ, որ դուք բոլորդ Impulse Ակադեմիայի սաներ եք, ճիշտ է։ Այո։ Դուք գիտեք, որ Impulse Ակադեմիան այսօր նաև մեր գործընկերն է։ Այո, սիրելիներս։ Հիմա հասկանում եք, չէ, որ մեզ համ պետք է զարգանալ մտքով, ինտելեկտով, նաև մարմնով, մարզական առումով։ Համաձայն եք, չէ, ամբողջ կյանքում միշտ երկուսն են պետք են գալի։ Ես ուզում եմ մի փոքր պատմել Impulse Ակադեմիայի մասին, ով շատ սիրով համաձայնվեց լինել այսօր մեզ հետ, որպես գործընկեր։ Impulse-ը կրթական հարթակ է, որը միավորում է թե դասընթացները, թե ակտիվ համայնքը։ Բիզնեսում, մարքեթինգում եւ մտածողության զարգացման ոլորտում։ Հիմա մի հատ հարց տամ, որ դու որ օրինակությունն ես։ Ես օրինակ բիզնեսը արդեն սովորել վերջացրել եմ, իսկ հիմա մտքարար դասընթացին եմ։ Շատ դու ես, հա։ Շատ ինչ-որ ակտիվ եք, հա։ Դուք առաջինն եք, որ դուրս եկաք, եթե չեմ սխալվում։ Էթիկայի դասին եմ մասնակցում։ Կարծես սիրում եք Impulse-ը։ Այո, շատ։ Ես մտքարարն եմ առաջին անգամ։ Հասկացա, շատ լավ։ Impulse Ակադեմիան մի շատ հետաքրքիր հարթակ է կամ համայնք է, որտեղ այնտեղ ոչ միայն երիտասարդները սովորում են, այլև ակտիվ զարգանում են որպես ընդհանուր համայնք, community։ Ինչպես կասեր, մեծնով էր ասում այդ, մի բան ասա։ Ով, ինչը։ Ձեզ սպասում է թեթև սենց հավես մի հատ խաղ, դուրս չմնաք, էլի, ամեն ինչ կանեք, որ դուրս չմնաք։ Ես մի քիչ էլ պատմեմ ձեր ակադեմիայի մասին։ Դուք էլ դեք։ Մենք էլ ենք ուզում։ Հասկացա։ Նաև շատ կարևոր հայտարարություն թե ծնողների համար, թե երեխաների համար, այս պահին կարող եք անդամակցել, հա, Impulse Ակադեմիայում 3 ամսով ու վճարել ընդամենը 20,000 դրամ։
Ամեն ինչ գրված է, շատ տաղանդավոր երեխաներ ուզում եք գան ուրիշները սովորեն։ Իհարկե։ Ասացին։ Մենք գնացինք արդեն սպասման ռեժիմի խաղ։ Ամեն ինչ կանեք, որ դուրս չմնաք, գնացինք։ Շատ լավ։ Մեզ մոտ սպասման ռեժիմի խաղն է գալիս, կարելի ասել սա նաև ինչ որտեղ երկրորդ փուլ է։ Խաղը շատ հին մեր մանկության խաղերից է, բացատրեմ խաղը։ Այս խաղը մեր մանկության խաղերից է։ Մի օր գմբ։ Բոլոր մասնակիցների մեկ ոտքին կապված է փուչիկ։ Նրանց հարկավոր է պահպանել այդ փուչիկը եւ փորձել պայթեցնել դիմացինի փուչիկը։ Ում փուչիկը պայթում է, նա լքում է նախագիծը։ Մի օր գմբ խաղին արդեն երեխաները պատրաստ են, հիմա տեսնենք ինչպես կգործեն։ Այս փուլից ասեմ, որ բավականին նորմալ քանակի մասնակիցներ լքելու են նախագիծը։ Պատրաստ։ 1 2 3 Stop! Արիլ, սիրուն տղա։ Դուք այն տարեկան ես։ 11։ Երբ մենք տարիքային սանդղակ ենք դնում, նույնիսկ 11 տարեկաններին ընտրում ենք մի քիչ ավելի մեծ, որովհետև տարիքային տարբերությունը հաճախակի դերը խաղում է, սպայն խաղացանունը Սամվել, դու առաջին մասնակիցն ես, ով լքում է Arm Games-ը, բայց ես տրամադրություն չես գցում, չէ՞։ Նորմալ է, չէ՞, սա մենք ավելի փոքր տարիքային անելու ենք, որտեղ դուք մասնակցես 10-ից 12 տարեկան։ Ես քեզ շնորհավորում եմ, որ դու մասնակցեցիր։ Նա Սամվելին բոլորս ծափարում ենք։ Սամվելը լքում է Arm Games Kids-ը։ Իսկ մենք շարունակում ենք, պատրաստ 1 2 Գնաց։ Շատ պասիվ են խաղում, բայց անդադար խաղալու են մինչև իմ ուզած քանակը դուրս գա։ Այնտեղ աղջիկները ուղղակի գնացել կանգնել են։ Ստոպ։ Երիտասարդ, ձեր անունը։ Վարուշ ջան, դուք այն տարեկան ես։ 11։ Նորից 11-ամյա երիտասարդ է լքում։ Վարուժին էլ բարձր ծափարում ենք սերներս։ Պատրաստ, գնացինք։ Ստոպ։ Ում փուչիկները, որ պայթել է մոտենում են ինձ, երկու հոգի գիտեմ, երկու ձայն եմ լսել։ Սիրուն տղա, հիմա ինչ մարդու, դե լավ, Ես ստրեսակային մարդ եմ, բայց ամեն դեպքում անունդ կասես։ Եվա։ Շատ ես Եվա։ Քո անունը։ Մանվել, Մամել քանի տարեկան ես։ 13, 13։ Բայց չի դուրս մնացիր։ տրակասի, Տրակացից։ Բայց դու ինչ չէի տրակացնում։ հետևից եկան տրակասի։ Հասկացա։ Եվան եւ Մամելը լքում են Arm Games-ը, սերներս կուզեն ծափարենք։ Պատրաստ։ Այ ակնկալում եմ թեժ պայքար գնաց։ Աղջիկներ կան, որ վախենում են, աղջիկը արդեն դուրս է մնացել լացում է։ Տղաներն են մենակ պայքարում, աղջիկները ուղղակի կանգնած են։ Ես զարմանում ինչի չեն գնում։ Աղջկան մի խփի։ Աղջկան չէ։ Շատ վատ են պայքարում, տղեկը ստեպոստը կանգնած են։ Ստոպ! Որ մասնակիցը կանգնած է մնում, լքում է նախագիծը։ Ովքեր որ դուրս մնացին գալիս են ինձ մոտ։ Այսինքն կանգնած եմ այդպես։ Մեկը ինչ-որ շատ ուրախ, մյուսը շատ հուզված, ձեր անունը։ Գաբրիելա։ Դուք շատ գեղեցիկ եք լացում։ Շատ մայջ եք լացում, Գաբրիելա։ Բայց դե սա խաղ, գիտես չէ, շատ չես նեղվելու, չէ, իզնից չես զզվում, չէ։
Ես դու ինձ ինչքան լավ նվեր էիր բերել, հիշում ես, չէ՞ կարամ քեզ մի հատ գրկեմ Գաբրիելա։ Ձեր անունը Վերա։ Վերա ջան, դուք էլ եք լքում նախագիծը։ Գաբրիելային ու Վերային ծափերով ճանապարհում ենք։ Ովքեր որ մնում են կանգնած, ստոպից հետո լքում են նախագիծը։ 1, 2, գնաց։ Հիմա տեսնեմ ովքեր են կանգնած։ Ես նայում եմ ովքեր են կանգնած։ Դուք կարծես կանգնած եք, հա? Ուզում եք լքեք նախագիծը, հա պետք է գնանք պայքարեք։ Ահա, այստեղ արդեն իրան են տրակ, այստեղ իրան կանգնած։ Ապրես մի հատ էլ։ Մենք դուրս եկանք տարածքից, եթե դուք կանգնած եք մնում, դուք լքում եք նախագիծը, գիտեք, չէ՞ դուք։ Դուք իշն է զարմնալի, փուչիկը այստեղ չի տրակասնում։ Դեսա փուչիկա կարաս տրակասնես օրինակ։ Դուք տրակա դուրս կգաս թե չէ։ Չէ, պետք է գնաս տրակասնես, դի գնաս տրակասնես։ Վիկտորիա խաղի մասն է դի, գնա տրակասնես, դուրս ես գալու։ Ընտրի։ Սաղ իրար ընկերներ, Ընտրի, եթե չես տրակասնում, դուրս ես գալիս։ Մտրի, գնա վազելով։ Համոզել եմ Վիկտորիային, շատ բարի է։ Ովքեր որ դուրս են եկել գալիս են ինձ մոտ։ Ես ուզում եմ մեր բոլոր այս մասնակիցներին ծափարենք, պայքարեցին, բայց դուրս մնացին, երեխեք չեք նեղվում։ Ոյ արդեն նեղվել է, չեք նեղվում, սա սպորտ է, սպորտում միշտ սենց բար լինում է երեխեք։ Վերջին փուլ։ Շատ վատ եք պայքարել, ես ձեզ համար կպատրաստեմ դիքը նենց բաներ, որ ուզաչուտեք իրատեն ձեզ դա։ Ես մայն բոլոր են մասնակիցներ, ովքեր փուչիկում են, ասում են, հաջորդում են։ Ասա ինչ լավ ռազմավարություն ունենք։ Շատ լավ ռազմավարություններ, միանգամից անցանք հաջորդ փուլ։ Մեր թիմը շատ ամուր էր, մենք տենց անցանք հաջորդ փուլ ու հաստատ գիտեմ հաջորդ փուլն էլ ենք անցնելու։ Շատ լավ եք է խաղում։ Հա։ Ես որ օրինակ ասենց պահել էի, ասենց ոչ մեկ չէր գալի մոտս, մոտիկ չէր մոտենում ինձի։ Պաշտպանողության այդ տակտիկայով շատ լավ հաղթեցինք խաղը։ Բայց ասեք, այս բույի տակ շոկոլադը շատ համով է։ Շոտը դուրս եկի։ Ես ամեներ խմում եմ։ Ես էլ։ Դե լավ, եկեք գնանք հաջորդ խաղին։ Գնանք ռազմավարություն մշակենք։ Շատ հետաքրքիր խաղ է այս պահին լինելու, խաղը ընդհանրապես սպորտի հետ կապ չունի, տեսողական հիշողության հետ կապ ունի, խաղը կոչվում է գույնս գույն։ Մեր նախագծում ունենք նոր խաղ։ Խաղը տեսողական հիշողության մասին է։ Էկրանին հայտնվելու են տարբեր գույներ հերթականությամբ։ Ես բարձրաձայնում եմ թիվ, նրանք հիշելով այդ թիվի ներքո գույնը բարձրացնում են իրենց մոտի գույնը։ Հիմա խաղը սկսում ենք, տեսնենք թե մեր երեխաների ուղեղները ինչքան ու աչքերը ինչքան տրամադրված են, որպեսզի ճիշտ գուշակեն գույները։ Խաղը ինձ շատ է դուր գալիս, որովհետև մենք արդեն ուզում ենք մեր նախագծում ունենանք տրամաբանական, ինտելեկտի, հիշողության ցենց հավես խաղեր։ Պատրաստ։ Ուշադրություն էկրանին։ Գույները գնաց։ Չորս։ Ստոպ։
վերջացրու։ Կարմիրները մեկ քայլ առաջ։ Առաջին փուլը բավականին մասնակիցներ հաղթարեցինք։ Երկրորդ փուլ։ Հինգ։ Ստոպ։ Կապույտները մեկ քայլ առաջ։ Ուշադրություն լարեք, ձեր ուղեղը լարեք, սա կենտրոնացման, սա հեշտ փուլ չի։ Arm Games նախագծում կան տարբեր փուլեր, կան հավես, կան ուրախ, կան ֆիզիկական, կան բարդ, կան ինտելեկտուալ։ Սա այդքան էլ հեշտ չէ, բայց շատ հավես է։ Եթե ուրիշների մոտ ստացվում է, ձեզ մոտ է կստացվի։ Ուշադրություն, ասեմ, որ երրորդ փուլը հիմա որ սկսվում է, բավականին բարդ է։ Ուշադրություն, գնացինք։ Չորս։ Ստոպ։ Մեկ քայլ առաջ են գալիս օրանժները, գազերագույնը։ Բավականին բարդ էր ու բավականին շատ մասնակիցներ ճիշտ արեցին։ Մենք ունենք 3 երիտասարդ տղաներ, որոնք ընդհանրապես դեռ չեն կռահել որևէ գույն։ Պատրաստ, մեզ մոտ սկսվում է 4-րդ փուլը։ Գույները գնաց։ Հինգ։ Ստոպ։ Դուք չգիտեք, որ գույնն է շատերը գիտեք, բայց ասեմ, որ բավականին շատ մասնակիցներ ճիշտ են։ Կապույտները մեկ քայլ առաջ։ Ահա, մենք ունենք երիտասարդներ, որոնք 4-ից 4 ճիշտ են կռահել։ Ուշադրություն, սկսում ենք 5-րդ փուլը։ Գույները գնաց։ Բավականին լարված փուլ է արդեն։ Բավականին լարվել է, բարդացել է։ 6։ Ստոպ։ Ես ինչ թիվ հնչեցրեցի։ 6։ Էմոցիոնալ բարդ պահ է։ Բարձրացվել է երկու գույներ ավելի շատ, կանաչներ և դեղիններ։ Ես հարց ունեմ։ Ասեմ, որ կապույտը չի։ Ինչ ես մտածում, որն եմ։ Կանաչ։ Կանաչ։ Հիմա եթե դու փոխես գույնը ճիշտն ասես, կամ մնաս նույն գույնին, անցնելու ես հաջորդ փուլ մի անգամից։ Ինչ կանեք։ Ես Վստահ ես, որ ճիշտ ես պահել։ հա, Քո անունը ինչ է։ Միլենա։ Միլենա, միշտ երբ որ մի բան անում ես ու վստահ ես, որ ճիշտ է, հետ չկանգնես։ Դեղին գույներ ճիշտը։ Ես մոտեցա մասնակիցներից Միլենային, ասեցի Միլենա, եթե դու փոխես քո գույնը, հետևի մասնակիցները կլինի, մենք փոխենք։ Ինքը դա ճիշտ էր ասել, ասեցի, եթե դու փոխես քո գույնը, հլարի ինձ մոտ Միլենա։ Ահա։ Քո ծնողը ստե։ Այո։ Ահա։ Միլենայի ծնողը բարեցես։ Միլենային ասում է Միլենա ջան, եթե դու փոխես քո գույնը ու ճիշտը փոխես, դու կանցնես հաջորդ փուլ։ Ասեց ես չեմ ուզում փոխեմ իմ գույնը։ Այդտենց միշտ վստահի, երբ որ ճիշտ ես, ապրես։ 8 մասնակիցներ, ովքեր 5-ից 5 ճիշտ են ասել։ Ես ձեզ շնորհավորում եմ։ Դուք կիսով չափ մոտեցել եք հաղթանակին։ Ձեզ մնաց 5 քայլ։ Լարեք ձեր ուշադրությունը։ Լարեք ձեր կենտրոնացումը։ 6-րդ փուլ գնաց։ Երկու։ Ստոպ։ Այսքան հեշտ էր, բոլորը ճիշտ եք, մեկ քայլ առաջ։ 7-րդ փուլ։ 7-րդ փուլը սկսվեց։ Յոթ։ Շատ հետաքրքիր բաշխում է եղել։ Ասեմ, որ կապույտը չի։ Ստեղ մասնակիցներ ունենք, ովքեր առաջին անգամ սխալվեցին։ Ես հնարավորություն եմ տալու մեկ հոգի մանուշակագույն, մեկ հոգի դեղին գալիս են ինձ մոտ։ Ես ձեզ հետ զրուցելու բան ունեմ։
Գալիս է 100 համարի աղջիկը, արի, և գալիս է դեղին է 024-ը, արի, 024։ Ամենաշատը բարձացվել էր դեղին և մանուշակագույն գույները։ Դու վստահ ես քո գույնի մեջ։ Իսկ դու։ Նայեք։ Դու ունես հնարավորություն փոխելու, դու էլ ունես հնարավորություն փոխելու։ Եթե դու փոխում ես գույնը ու ստացվում է, որ մանուշակագույնն էր, այլ ոչ թե դեղինը, ամբողջ մանուշակագույն թիմը անցնում է։ Ու նաև հակառակը։ Եթե դու փոխում ես քո գույնը դեղինի, ամբողջ դեղինների թիմը անցնում է։ Չէ, ես մանուշակագույնն եմ ուզում։ Դու չես փոխում, Ես եմ փոխում։ Ասեմ ինչ տեղի ունեցավ։ Ես մասնակիցներից երկուսին առաջարկեցի, որ իրանք հնարավորություն ունեն փոխելու իրենց գույնը։ Եթե դեղինը փոխեր մանուշակագույն ու ստացվեր, որ այնտեղ գույնը մանուշակագույն է, ամբողջ դեղինները, ովքեր որ բարձրացրել էին, անցնում էին հաջորդ փուլ։ Եվ նաև հակառակը։ Նրանք երկուսն էլ հրաժարվեցին։ Հիմա մնացեք ձեր տեղում։ Ուզում եք փոխեք, բայց եթե փոխես ու սխալ լինի, միայն դու ես, որ չես անցնում հաջորդ փուլ։ Եթե սխալ լինի, ուզում ես փոխես։ Անունդ Կատրին։ Կատրինը ուզում է փոխել։ Եթե Կատրինը փոխում է ու ճիշտ է լինում, ապա ամբողջ դեղինների թիմը անցնում են հաջորդ փուլ։ Եթե սխալ, միայն Կատրինն է, որ չի անցնում։ Վստահ ես որոշմանդ մեջ։ Գույնը դեղինն էր։ Կատրին, դու մնում ես այս փուլում, որովհետև դու որոշեցիր փոխես։ Գնացեք կանգնեք երկուսդ։ Դեղինները մեկ այլ առաջ։ Ճիշտ պատասխանը, ճիշտ գույնը դեղինն էր։ Կատրինը հանձնվեց, լսեց ուրիշներին, իր գույնը փոխեց։ 100 համարի աղջնակը, եթե հանկարծ փոխեր գույնը, ամբողջ մանուշակագույն գույն բարձրացրած աղջիկները և տղաները անցնելու են հաջորդ փուլ։ 8-րդ փուլ։ Չորս։ Ստոպ։ Ստոպ։ Կապույտները մեկ այլ առաջ։ Իններորդ փուլ, մենք արդեն ունենք առաջատարներ, իններորդ փուլը գնաց։ Երեք։ Ստոպ։ Մանուշակագույնները մեկ այլ առաջ։ Թեժացավ, լարվել է, մասնակիցներ կան, որ շատ են մոտեցել կիզակետին։ Ուշադրություն, 10-րդ փուլ։ Վեց։ Սոպ։ Ինձ գիտեք ինչ է հետաքրքրում։ Ինչ են մասնակիցները բարձր ասում գույնը։ Այսինքն ուզում եք, որ դուրս մնաք դուք ուրիշ անցնի առաջ, լավ եք անում, դուք գիտեք։ Գույնը կապույտ։ Ասեմ, որ ունենք 4 առաջատար, 001, 029, 040 և 013 համարներով տղաները այս պահին առաջատար են։ Փաստորեն 001-ը ոչ միայն շատ խոսում, շատ շարժվում է, նաև լավ հիշողություն ունի։ Պատրաստ եք։ Լարված եք։ Ծնողները դուք էլ եք լարված։ Պրոստը հետաքրքիր է, ով է ավելի շատ լարված, ծնողները թե երեխաները։ Սիրտ կանգնելու պահեր է գալիս։ Մեզ մոտ 11-րդ փուլն է, հիշեցնեմ, որ խաղի կանոնը այսպես է։ Հաջորդ փուլ անցնում են 36 մասնակից։ Խաղը շարունակվում է այնքան, մինչև որ մասնակիցներից մնում է միայն 36-ը։ Բայց հիշեցնեմ, որ այն մասնակիցները, ովքեր որ հաղթահարում են 10-րդ գիծը, նրանք արդեն իսկ ճանաչվում են հաղթող եւ անցնում են հաջորդ փուլ։
Այս 4 մասնակիցները այս պայն առաջատարներն են, որոնք 9-ից 9 գուշակել եք։ Ձեզ մնում է բաղձալի 1 միավոր եւ դուք միանգամից հաջորդ փուլում եք։ Եթե գուշակեցինք, արդեն հաջորդ փուլում ենք։ Այո։ Դիրքավորվեցինք։ Գնացինք սկսում ենք 11-րդ փուլը։ Եվ 4 մասնակից արդեն 9 գիծ հաղթարել են։ Նրանց մնում է ընդամենը 1 գիծ։ Ուշադրություն։ 11-րդ փուլ։ 2 Stop! Stop! Մենք ունենք արդեն 4 մասնակից, ովքեր հաջորդ փուլում են։ Նարնջագույն! Այո, 4 այն տղաները, ովքեր որ 10-ից 10, ես շնորհավորում եմ նաև իրենց ծնողներին, ֆանտաստիկ ֆենոմենալ հիշողության տեր երեխաներ են։ Շատերի համար նույնպես սա լինելու է վերջին փուլ։ Գնացինք 12-րդ փուլ։ Հինգ Ճիշտ գույնը կարմիր Այո, մի շարք մարդիկ անցան հաջորդ փուլ 19 մասնակից արդեն անցել են Arm Games նախագծի 3-րդ փուլ Շատ լարված պահ է, ես խնդրում ուշադիր լինեք 13-րդ փուլ եւ բաղձալի 10-րդ գծին մոտ են բավականին շատ պատանիներ։ Գնացինք։ Յոթ Stop Կապույտները մեկ քայլ առաջ 10-րդ գծի բոլոր մասնակիցները անցան հաջորդ փուլ 14-րդ փուլը սկսում ենք մնաց 7 մասնակից որ կարող է անցնել հաջորդ փուլ Եթե 10-րդ գծի վրա կանգնում են 7 մասնակցից ավել իրենց մեջ լինելու է խաղարկություն։ Մնացած բոլոր մասնակիցները լքելու են նախագիծը։ Լարեք ձեր ուշադրությունը, շատերի համար սա հնարավոր է լինի վերջին փուլը, թե ինչպես նախագիծը լքելու առումով, թե ինչպես նախագիծը շարունակելու առումով։ Ես ուզում եմ տեսնել Կատրինը որտեղ է։ Կատրին որ գծի վրա ես։ Բավականին ետ ես։ Հասկացա։ Ուշադրություն 14-րդ փուլ 3 Stop Ովքեր որ բարձրացրել են մանուշակագույն ասեն որ գույնը դեղինը չի 077 թվով տղան լքում է Arm Games-ը, ծափարում ենք 077-ին 064 մասնակիցը լքում է Arm Games-ը 085-ը լքում է նախագիծը, ծափարում ենք բոլորին 071-ը լքում է նախագիծը, ծափարություններով 037-ը լքում է նախագիծը 048-ը լքում է նախագիծը 027-ը լքում է նախագիծը 028-ը լքում է նախագիծը Ծափարում ենք 022-ը լքում է նախագիծը 042-ը լքում է նախագիծը 006 համարով տղան լքում է նախագիծը 030-ը լքում է նախագիծը 063-ը լքում է նախագիծը 032-ը լքում է նախագիծը 072-ը լքում է նախագիծը
024 Հմայիչ Կատրինը լքում է նախագիծը։ 093-ը լքում է նախագիծը։ 038-ը լքում է նախագիծը։ 065-ը լքում է նախագիծը։ Այս ֆանտաստիկ երիտասարդները ցավոք սրտի լքեցին Arm Games նախագիծը, մի հատ կուզեմ բոլորին բարձր ծափարենք։ Ես ուզում եմ ձեր գույները տեսնեմ։ 070 համարի մասնակցին խնդրում եմ մոտենալ ինձ։ Քո անունը։ Մարիամ։ Մարիամ, դու ֆանտաստիկ ֆենոմենալ հմայիչ, պուպուշ, փափուկ մարդ ես։ Դու 9 գիծ հաղթահարեցիր, բայց ճիշտ գույնը մանուշակագույնն էր։ Դու ինչ ես անում։ Լքում եմ նախագիծը։ Ճիշտ ես ասում։ Մի հատ ուզում եմ այս հմայիչ մարդուկին ծափարենք, սիրելիներս։ Այս պահին շոտ հմայիչ մարդ, բայց լքում է նախագիծը։ Կատրին, արի ինձ մոտ։ Ես ինչի եմ քեզ կանչել։ Դու ինքդ էլ հասկանում ես, որ եթե նույնիսկ այնտեղ ճիշտ ասած լինեիր, էլի դուրս էիր մնալու, չէ՞, մաթեմատիկորեն, բայց քանի որ ես քեզ ենթարկել եմ ստրեսի, ամեն դեպքում դու որոշում ես կացի, քեզ ուզում եմ փոքրիկ նվեր տամ նոր գնաս։ Բայց մի հատ բան ասեմ, հարց ունեմ քեզ, ինչի փոխեցիր միտքդ, անկեղծ կասես։ Բոլորը բարձրացել են այդ գույնը, էլի մտածեց։ Բայց էսի քո համար մի հատ դաս կարա լինի, որ դու գնաս այն նրա հետևից, այն մտքի հետևից, ինչ որ դու ես մտածել։ Բայց տեղ կա կարող է տենց չգիտես, չէ՞, տեղ կա պիտի փոխես միտքդ։ Նենց որ շատ սխալ չես արել, որ փոխել ես։ Կարա մի հատ իրավիճակում հայտնվես, որ դու ինչ որ բան ես արել, որը պետք է փոխես։ Այս անգամ սխալվեցիր, դա համար ես քեզ փոքրիկ նվեր ունեմ։ Քանի տարեկան ես։ 11։ Դու արդեն 3-ը մեկում խմում ես ու թե դեռ չեն թողում, արդեն խմում ես, հա կատով։ Այս բուն գիտես չէ՞, բոլորը խմում եք արարալի բուն։ Այս ամբողջ փաթեթը քոնն է։ Ոսով եմ տրամադրությունը չես գցում, չէ՞։ Իսկ կարամ քեզ մի հատ գրկեմ։ Հա։ Մի հատ Կատրինին բարձր ծափարում ենք, սերներս։ Կատրինը լքում է Arm Games-ը։ Պակասինս, պակացավ։ Հիշեցնեմ, որ 11 մասնակցից 7-ը պետք է անցնեն հաջորդ փուլ, ըստ այդմ ձեր միջև պետք է լինի խաղարկություն։ Arm Games նախագծի մեջ մենք ունենք նաև այն զոնաներ, որտեղ ես դառնում եմ բարի, բոլորդ անցնում եք հաջորդ փուլ առանց այլ խաղարկության։ Մեկ-մեկ պետք է լինի նաև բարի։ Ուրախությունը։ Ուզմունք, էմոցիա, շատ եմ սիրում մեր խաղաժող։ Իսկ դուք խնդրում եմ էլի մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Arm Games Kids-ը այս անգամ նկարում ենք սպորտի կառավարման կենտրոնում, ով մեզ միշտ գրկաբաց հյուրընկալում է, այստեղ հիմնականում մարզական, հա, սպորտային տարբեր միջոցառումներ են արվում։ Այսօր Arm Games-ին հյուրընկալել է այս ֆանտաստիկ տարածք, շնորհակալություն ենք հայտնում, որովհետև շատ հրաշալի համագործակցություն մենք այսպես ասած ընկերներ ենք դարձել։ Հատուկ շնորհակալություն նաև ղեկավարին, Խորեն Զարգարյանին այս հրաշալի ընդունելության, աջակցության եւ այս մեր համագործակցության համար։ Շատ հետաքրքիր փուլ ենք սկսում, որտեղ մասնակիցները բաժանվել են 3 թիմի, խաղը կոչվում է գնա գալիս եմ։ Մի թիմը դահուկներով է գնալու, ավարտելու է, մյուսը արդեն գալու է բոշկաների վրա թիմով, ասեմ, այստեղ դժվարային է, որ 3 թիմից անցնելու են միայն 1 թիմ։ Մնացած բոլորը լքելու են Arm Games-ը։ Հաղթողը ճանաչվում այն թիմը, որը առաջինը բոչկաների վրայով կանցնի առաջ։ Սկզբում դահուկներն են, հետո ինքը էստաֆետային խաղ է իրականում, բայց Arm Games-ի շրջանակներում գնացինք։ Պատրաստ։ Պատրաստեք։ Պատրաստեք։ Գնաց։ Սա ամենակարևոր թիմային աշխատանքն է, այստեղ օրինակ սխալ են ընտրել առջևի մարդուն, որի արդյունքում չեն կարողանում հաղթել։ Բավականին լավ են աշխատում, այս թիմը շատ վատ է աշխատում։
Հիմա տեսնենք առաջին թիմը անցավ արդեն։ Հիմա բոշկաներով են արդեն, ուստեղ դեռ թիմ կա, որ դեռ չէ։ Փոխեք մարդուն։ Թիմ գնա հետև։ Իրար հետ, հանեք, մեկ։ Այդեն։ Այնտեղ արդեն սկսվել է բոշկանների խաղը, կարծես թե այդքան շատ լարված է, վերջին կետն եմ, հլարիկ այս։ Տարեք, ուղեք, այդեն։ Արագացեք, շատ լարված է, աստեղ դեռ պայքարում են, ստեղ DVD համար են պայքարում ճիշտ ասած, առաջին գիծը։ Երեխեք դավայտի մի հատ տղա թող գա առաջ, արի առաջ, հետ գնացեք, այդենց, պասի, ոտըտ մցելու, գնաց, աչ, ձող, այստեղ առաջատար ունենք, հնդերիկը տանջվում է։ Երեխեք ջան, ոտերով բրդեք, ոտերով, արագ, այդենց, գնացեք, լավ բրդեք, լավ տալչոք տվեք, որ հասնեք, լավ տալչոք տվեք, արդեն սամտոպորներ են այստեղ, դավայ չես ազնվում, երեխեք դուք էլ, աչ, կարծես մեզ մոտ առաջատարներ ունենք, դանդաղում են, թե կարողանում ենք անել, բայց դուք ոսոպ դու ուղեք, ինչ կասեք, ուղեք, տեմ տվեք, հետ եք ընկել, տեմ տվեք, արագացրեք, օգնեք, շատ լավ թիմ այնակ, սա պատանեկան թիմ բիլդինգ է, երեխեք հելը դավայցի, խոցեք, մի ազնվեք, մի լոպե, ստոպ, հիմա ուշադիկ, սաղը սաչը անեցին, 1, 2, 3, գնացինք, ձախը, հանեցինք, այդետ, երեխեք դες, եկեք փոխեք, մարդու փոխեք, աչը, դավայ, մինչև ստեղ խոսում ենք, ստեղ շատ թեժ պայքար է գնում, այստեղ շատ թեժ պայքար է, կարծես թիմը վերջին կետն է, մի հանձնվեք ու արագացրեք, ուղեք, շատ լարված է, շատ լարված վիճակա, որտեղ հիմա երկու թիմներ կարող են հաղթող ճանաչվել, ստեղ առավելություն կա, մինչև վերջ, տեսնենք ուշադրություն, վերջի բայն է, հասկանանք ինչ է լինում, հաղթող է ճանաչվում այս թիմը, մտամենը վայրկյաններ ուշացումով մտավ երկրորդ թիմը, հաղթող է ճանաչվում առաջին թիմը, սա էս թեժ վիճակը, ֆանտաստիկ թեժ, ֆանտաստիկ էմոցիաներ, ֆանտաստիկ աշխատանք, երեխեք նայել եմ ջիգարներ, ֆանտաստիկ աշխատել եք,
Այ, սենց էմոցիաները։ Ես մի հատ բան ասեմ, բոլորդ էլ շատ լավ եք աշխատել, ընդեղ այս երրորդ թիմը մի փոքր դե երեխեք, գիտեք չէ, սպորտում մի հատ sense հասկացողություն կա, որը կոչվում է վիճականություն, գիտեք չէ, դա ինչ է։ Վիճականությունը դա արդար չի, վիճականությունը դա երբ որ մասնակիցները կանչում են թիմը, թվեր եւ միավորվում են դառնում են մի թիմ, բայց ուրիշ բան ասեմ, գոնե մի հոգի որ ճիշտ մարդ դնեիք արժևում, դուք դրել եք ամենածանաքաշին դիմացը, ծանաքաշը պետք է լինի հետևը, թեթևները պետք է բարձրացնեն, դե դրամադրացում էր, որտեղ ինքը պինդ է, ինքը պետք է հետևից օգնի, իսկ դիմացին է թեթևները պետք է լինեն, որ կանան իրան բարձրացնեն։ Ձեր մոտ չստացվեց երրորդ թիմի մասը, երկրորդ թիմը ֆանտաստիկ աշխատեց, բայց հեսա նույնիսկ ասում կնայեք կամերայով, մի մոտավոր 1 վայրկյանից ավել տարբերությամբ իրանք մտել էին այս արդեն։ Սիրելիներս, ես գիտեմ ինչքան եք ուզում անցնեք հաջորդ փուլ, բայց խաղի կանոնները հենց այդպես է, որ չեմ կարող սիրունես, որտեղ մի հոգի չեք դուք, այդ մի անգամից 10 հոգանոց թիմ է։ Բայց դուք պայքարել եք միջև է, չէ՞ արդեն հալա, մի հատ եք ձեռներ բերեք, մի հատ տղեկ արավ, մի նեղվեք, երեխեք ջան դե սա հենց սպորտի միջոցն է, հեսա բայց ձեր խաթր, մենք դնում ենք նայենք, այդ վերջի բա, անպայման։ Բերեք, կամերաները բերեք։ Ուրեմն դուք 13 այն մասնակիցներն եք, որ հասել եք գրեթե վերջ։ Այս փուլից հետո մնացել է ընդամենը 2 փուլ։ Ես շնորհավորում եմ բոլորիդ։ Գիտեք, չէ՞ սա ինչ քարտ է։ Դուք հիմա պետք է ընտրեք, դուք ձեր մեջ, մեկին, որին կարող եք վստահել։ Եվ իրենից որոշակիորեն բանը կախված լինելու։ Ընդամենը մեկին պետք է ընտրեք այս 13 մասնակիցներից, կամ ինչ-որ մեկը կարող ասի ինձ ընտրեք, դուք համաձայնվեք, կամ դուք կարող առաջարկեք ինչ-որ մեկին, որի արդյունքում իրան սպասվում է կարևոր գործողություն։ Թիմային գործողություն։ Ես չեմ ասի, բայց պետք է նենց մարդու ասեք, որին օրինակ վստահում եք։ Երեխեք ինձ համաձայնեք։ Լեոն։ Լեոն դու։ Այո։ Բավականին ճանաչում եք Լեոին դու։ Ես չեմ։ Հասկացա։ Թմային աշխատանք։ Այսինքն դու դեմ ես որ Լեոին են ընտրում հետաքիա։ Դու քեզ էիր առաջարկում։ Բա հիմա Լեոին են առաջարկում։ Դե ինձ չեն ուզում Լեոն թողնա։ Լեոն։ Շատ լավ, ստեղ համաձայնվել են։ Լեո ջան, այս քարտը քոնն է։ Դու կարող ես ընտրել, թե ում տաս այս քարտը։ Դու ես ընտրում։ Քո ընտրությունն է։ Մեկ հոգու։ Չի համարում տալիս այս կարտը։ Ես չեմ ասում ինչի համար, բայց ամեն դեպքում դու ոչ մեկի վնաս չես տալիս։ Ես կարող եմ ասել։ Դու ընտրի թե ում կուզես այս քարտը տալ։ Կանաչ քարտը այսպես թե այնպես վնասակար չի։ Բոլորը գիտեք։ Շատ հետաքրքիր քայլ էր։ Մանեն ինքն իրեն էր առաջարկել Լեո կանգնի տեղդ։ Լեոն իր քարտը տվեց Մանեին, որը միակն էր կարելի ասել, որ իր ձայն առաջարկեց, ու հետաքրքիր էր Լեո, ջենտլմենական էր։ Մանե հիմա դու պետք է ընտրես այս քարտը ում ես տալու։ Անկեղծ չգիտեմ։ Կարաս կոնգերին ետաս, կարաս տաղեքից ետաս։ Ինչ։ Կարա ամիրանգերին ես տա, համ կարաս տաղեքից տաս։ Ահա, դարես դա։ Չէ։ Հարցվեց ասեց կարամ այս քարտը ինձ պահեմ, ես ասացի ոչ։ Բայց նաև չես կարող տալ այն մարդուն, ում ձեռքում արդեն եղել է քարտը։ Քարտը պետք է լինի միշտ այն մարդու մոտ, ում մոտ դեռ չի եղել։ Դավիթ։ Շատ ռոմանտիկ խաղ է մեզ մոտ սկսվում արդեն։ Ձեր անունը։ Մանե ջան, ձեր որոշումը։ Տալ թե պահել։ Միայն տալ, ում տալ։ Տալնով էր։ Ամուսնու քուրը։ Ես չգիտեմ ինքը գիտի դա շատ ծիծաղելի է։ Ես ամուսին չունեմ էլի դրա համար։ Ես կտամ մեր մեջի փոքրիկ։
Okay, մեր մեջի փոքրը կտա 6-7 Մականուններ եք արդեն որոշել։ Օպա, ահա։ Ձեր անունը։ Մերի։ Մերի ջան, դուք ում եք տալիս։ 040, 040 դուք ում եք տալի։ 055 եւ 055-ի որոշումը։ Այլ ինձ։ Շատ խելացի տղա ես դու, հասկանում եմ, բայց դու չես կարող պահել քեզ։ Ում եմ։ Ովքեր դեռ չեն ունեցել կարտ ձեր բարձրացրեք։ Խնդրեմ 055։ Ահա։ Եկեք մինչև 052-ը կտա, ովքեր որ արդեն քարտ իրենց ձեռքում եղել դուրս եկեք։ Իմ ետևն եկեք։ 052։ Ինձ թվում է դուք եք 11 տարեկան, դուք ում եք փոխանցում։ Շատ լավ։ 043 դուք ում եք փոխանցում։ Եվ 02-ը փոխանցում է վերջինը 098-ին։ Դուք շնորհակալություն ձեզ 002 համարի մասնակից։ Սա ինչ քարտ էր։ Չէ։ 098-ը մեխանիկորեն անցնում է հաջորդ փուլ։ Ահա այսպես։ Ես սիրում եմ ինտրիգներ, ես սիրում եմ, որ միշտ անցնում է այն մարդու, որ չեն սպասում քո անունը։ Աննա։ Աննա ջան, դու մի անգամից առանց այս խաղը խաղալու անցնում ես հաջորդ փուլ։ Ասա որ երջանիկ ես։ Դու կիսաեզրափակում ես։ Նա ծափարում ենք Աննային, Աննան արդեն Աննան կիսաեզրափակում է։ Դու կարող ես սպասել, իսկ մենք բաժանվում ենք 3 թիմերի, մեզ մոտ քարոտ եզրափակիչ խաղն է։ Մենք բաժանվելու ենք 4 եռյակի եւ անցնելու է հաջորդ փուլ այդ եռյակներից ընդամենը 1 մասնակից։ Հիմա բաժանվում ենք, անցնում ենք վիճակամության։ Քարոտ եզրափակիչ խաղը արդեն պատրաստ է, մասնակիցները բաժանվել են եռյակների, հիմնականում տղաները տղաների հետ են, աղջիկները աղջիկների, հնարավոր է որոշակիորեն տարբերությամբ, այն մասնակիցն է հաղթում, ով առաջինը 3 գնդակը դնում է իր զոնայում։ 3 մասնակցից կիսաեզրափակիչ անցնում է ընդամենը 1 մասնակից։ Գնաց! Շատ լավացա, մասնակիցները կարող են ընդամենը 1 գնդակ վերցնել, ընդամենը, տակտիկա շատ է տակելով։ Շարունակում ենք։ Լեոն, 055-ը ճիշտ է խաղում, չի կարատիր, հաղթանակ 055։ Հաղթանակ 055, որովհետև 052-ը նորից խաղթում էր անում։ Արի, նախ քեզ շնորհավորում եմ։ Դու նույնիսկ մյուս փուլում էլ կարող ես հաղթող ճանաչվել։ Լեո, արի հարց ունեմ։ Ամենասկզբում ինչի խաղատ այդքան բարտացրիր։ Մեջտեղը գնդակը թողած գնացիր այն ծերից վերցնես։ Բայց ինչեւ է 052-ը շատ է լարված ոնց որ անընդհատ խաղթում էր։ Անում ինձ թվում է լարվածության արդյունքում էր դա։ Որտեղ երբ որ քո ձեռքում գնդակ կա, դու չես կա։ Քամից երկրորդ եկալ։ Հա, դու ստեղ նոր այս վերջի փուլում երբ որ արդեն ձեռքդ գնդակ կա, դու միջև այդ գնդակից չհրաժարվեիր, չգցեիր կամ մեջտեղ կամ այնտեղ դու չէիր կարող հասնել, դու ուղղակի նետեցիր։ Ինչևէ ձեզ շնորհավորում եմ տղեկ ջան, դուք ձեզ խորհուրդ եմ տալի դեռ չգնաք, որտեղ 1 շանս կա, բայց ընդամենը 1 հոգու համար։ Ընդամենը 1 հոգու։ Դու արդեն կիսաեզրափակում ես այդ տղա, շնորհավորում եմ։ Դուք սպասում եք դեռ սպասում եք, գնում եք մասնակիցների մոտ։ Հաջորդ եռյակը։ Խաղը բոլորիս պարզ է։ Հասկացել եք, չէ, երբ որ ձեր ձեռքում գնդակ կա, դուք մյուսին չեք կարող դիպչել։ Գնդակը պետք է հայտնվի կամ այն զոնայում, կամ մյուս զոնայում։ Որտեւ եթե դու զգում ես չես հասցնում, դու կարաս գնդակը դնես տեղը, գնաս ուրիշի գնդակը վերցնելու։ Բայց զոնան տեսնում եք որտեղ։ Դու չես կարող ուղղակի գնդակը գցես։ Պետքա դնես։ 3 աղջիկներ կմրցեն միմյանց դեմ, որոնցից մեկը կանցնի կիսաեզրափակիչ։ Պատրաստ 1 2 գնաց։ Աղջիկ,
043 աղջիկը բավականին արագ է։ Բավականին արագ աղջիկ է 043 համար։ Արդեն թեժ է 002 չես կարող հասցրեց ահա շարունակում է աղջիկները ասեմ շատ ավելի լարված են կարծես թե խաղում եւ վերջ 067 համարի ներքո այս աղջնակը անցնում է կիսայզապակի շնորհավորում եմ, բայց շատ թեժ էր, աղջիկներ եկեք ինձ մոտ։ Դու ինչ արագ ես վազում, դու գիտես որ արագ ես վազում, դու մարզիկ ես։ Ես ինչ արագ փոփեցի, ուղղակի այստեղ գիտես ինչ, նայ, երեքն էլ իրականում շատ լավ եք անցել, ի տարբերություն տղաների, դուք ուղղակի սենց ոնց որ բախտի գործոն եղավ, մի պահ հանդեր երկուս մնա, դուք երկուսը վազեցիք ես կողմ։ Ձեր համար փոքրիկ լավ լուր է։ Դեռ մեկ հոգի պատրոնների մեջ հնարավորություն ունի անցնել հաջորդին։ Դու դեռ դուրս չեք մնացել։ Փոքր է շանսը, փոքր է, բայց կա։ Հիմա գնացեք սպասման ռեժիմ, ապրեք։ Հաջորդ երրակը։ 001 համարի ներքո երիտասարդի երազանքներ լինել աղջիկների երյակում նրա երազանքը իրականացվեց։ Այս պահին նա միակ տղան է, որը մրցելու է երկու աղջիկների դիմաց։ Ինձ թվում է աղջիկները հեսա կոալիցիա են կազմելու ընդդեմ Դավիթի։ Պատրաստ եք։ 1 2 գնաց։ Շատ հետաքրքիր ձևով են խաղում։ Շատ լավ է։ Բացատրեմ ինչ կատարվեց, 036 համարի աղջնակը պայտակ մոռացել էր իր տեղը տարավ գնդակը դնելու Դավիթի մոտ։ Հաղթանակը նվիրեց Դավիթին։ Դավիթի երազանքը կատարվեց, որ նա աղջիկների հետ հերիք չի, մի հատ էլ 036 համարի արիլա, ինչ էիր անում։ Հələ բացատրի, ինչ էիր անում։ Չգիտեմ, մտածեցի, որ կարող ենք ասենք իմ զոնայից բացի ուրիշ տեղ դնենք։ Ինչի համար։ Չգիտեմ։ Լարվածության արդյունքում երևի։ Բայց ինչ ես լացում։ Հələ սպասի, ինչ ես լացում։ Դավիթ ջան, դու գնա անցել ես։ Գնա։ Տանքս կերավ։ Հələ սա ինչ ես լացում։ Հիմա որ ես նա փոքրիկ լավ նորություն ասեմ, կարող մի քիչ ուրախանաս։ Փոքրիկ շանս կա, որ դեռ դուք կարող անցնեք մյուս։ Դուրս մնացած մասնակիցներից մի հոգի հնարավորություն ունի անցնի հաջորդ փուլ։ Սա կարող գոնե մի քիչ սփոփի քեզ չլացես ինը։ Դու կարող դու ես տալին, բայց կարող է չէ։ Դե աշխատեցիք, ոչինչ, սխալ աշխատեցիք, դա համար երիտասարդը հաղթեց։ Ես ձեզ շնորհավորում եմ, դեռ դուք ունեք հնարավորություն անցնել հաջորդ։ Գնացեք, եղեք, սպասեք։ Վերջին երյակը պատրաստ է։ Ասեմ այստեղ էլ երիտասարդ տղան ընդդեմ երկու աղջիկների։ Հուսով եմ գոնե այստեղ աղջիկները մի քիչ տրամաբանությամբ ուժեղ լինելով հանդերձ չեն զիջի ֆիզիկականին։ Պատրաստ 1 2 գնաց։ 079 շատ արագ աղջիկ է։ Հիմա հասկանանք ինչ է կատարվելու։ Ինձ թվում է 079 հաղթեք։ Վերջ։ 079 համարի աղջիկը հաղթեց։ Իրականում հենց սկզբից ես դա նկատել էի։ Հիմա ասում ես դու ինչ սպորտով ես զբաղվում, անհնար է դու մարզիկ չլինես։ Պարով։ Պարով ես, հիմա պրոֆեսիոնալ պարում ես։ Այս պահին չեմ պարում, բայց պարեմ ինը տարի Սոֆի Դևոյանում։ Հասկացա։ Ջեն բարևան Սոֆի Դևոյանի հոգու եւ բարի թատրոնի բոլոր անձնակազմին, քո անունը Մանե ջան, դու կիսայզապակում ես, ապրես։ Եկեք երեխեք, ովքեր որ 040 եւ 040 եւ Մանե ջան 054, եկեք ինձ մոտ։ Ասեմ, սա ամենա երևի թե արդար ձևն էր, աղջիկը շատ արագ կողմնորոշվեց, ես ձեր համար փոքրիկ լավ լուր ունեմ, այն մասնակիցներ, ովքեր որ դուրս են մնացել, այդ մասնակիցներից մեկ հոգի ևս հնարավորություն ունի անցնի կիսայզապակիչ փուլ, կարա դեզնից մեկը լինի։ Հիմա դուք այս փուլում պարտվում եք, բայց անցնում եք փոքրիկ սպասման ռեժիմի, գնացեք։ Մենք ունենք այս պահին 5 մասնակից, ովքեր անցան կիսայզապակիչ փուլ, մեկ մասնակից 8 մասնակիցների միջից ևս կանցնի կիսայզապակիչ, մեր ավանդական քեյսերին ենք ասում։ Քեյսերն, որտեղ բոլորը դատակ են, միայն մեկ քեյսի մեջ կա կանաչ քարտ։ Գնացինք։
Շատ լավ։ Ջիգարներ, դուք այն ֆանտաստիկ ներկայացուցիչներն եք, որոնք մոտ եք եկել, սաղատ մոտ եք։ Թե շատ գեղեցիկ, շատ հմայ, շատ խարիզմատիկ եք, թե նաև 100 հոգուց այն մասնակիցներն եք, ովքեր հասել են 100 եզրափակիչ։ Հիմա ձեզնից մեկը ունի հնարավորություն անցնելու կիսաեզրափակիչ։ Այստեղ դրված են քեսեր, ես չգիտեմ որի մեջ է կանաչ քարտը։ Մնացած բոլորը դատարկ են։ Դուք ընտրում եք, որ քեսի առջև ուզում եք կանգնում եք, բայց ձեռ չեք տալիս մինչև ես չասեմ, գնացեք։ Ես չգիտեմ, թե որ քեսի մեջ է կանաչը, որտեղ խնդրեցի, որ խառնեն։ Այնտեղից նշում են երրորդը գնա, որ երրորդը։ Ուշադրություն։ Ես այստեղ կկանգնեմ։ 3 հաշվից բացում եք, որ ում ձեռքում լինում է քարտը, բարձրացնում է վեր։ Լարված եք։ Բայց ես ձեզ բոլորից շատ սիրում եմ։ Հիշում եք դա։ Ուշադրություն։ 1 2 3 Օպա։ Վերջին զամբյուղում էր 040 համարի տղան անցնում է հաջորդ փուլ ծափարում ենք, դու կարող ես գնալ։ Ես ուզում եմ ամեն մեկը ձեր վերջին խոսքը ասեք ու գնաք, որտեղ դուք արժան եք վերջին խոսքը որպեսզի լսենք։ Պայքարում էի։ Ուզում էի հաղթեի։ Դե մի բան ասա։ Լավ ես ես կողմից գամ։ Իմիջ այլոց հուզվելը լրիվ դրական նորմալ երևույթ է, բայց ինչ-որ բան ուզում ասես, էլի հուզվես։ Լավ, Լեո։ Կարևորը մասնակցությունն է։ Հավես է, Լեո։ Ես ունեմ PlayStation։ Կարևորը մասնակցությունն է։ Իսկ ես հավես էր։ Էլի կմասնակցեիր, եթե իմանայր օրինակ էլի չես հաղթի։ Այս էմոցիաները նորից կուզեիր վերապրել, դժվար։ Չէ, բայց մասնակցել կուզեիր։ Ես հասկանում եմ քեզ։ Անունդ Մանե։ Ես Թող հաղթի ամենաուժեղը։ Իսկ ով կուզես հաղթի։ Եվի Մերին։ Մերին։ Դու ասա, ուտուր։ Իրականում ուզում էի հաղթեի, բայց որ բախտից չբերեց։ Բախտը չբերեց, թե դու սխալ ոչես նա դեպերես։ Ոչ։ Եվ շատ հմայչ մարդուկ։ Մենք հիշում ենք քեզ ամենասկզբում։ Երբ որ հիշում ես Վերոնիկա թե Վիկտորիայի աղջիկա ունի։ Վիկտորիան զիջեց։ Ես գիտես ինչի կուզեի դու միջև եզրափակիչ հասնեիր, այ որ Վիկտորիան զիջել էր, որ այդ խմբից մեկը գոնե գնալ եզրափակիչ։ Բայց ասա որ հավես է, չէ՞։ Քո անունը Նորը։ Նարը, ոյ նարը ջան, շիկես։ Մի հատ բոլորս ծափարենք մեր այս հրաշքներին։ Դուք պայքարեցիք միջև վերջ երներս, այս պահին դուք այլևս Arm Games-ում չեք։ Մենք սկսում ենք կիսա եզրափակիչ խաղը։ Գնացինք։ Երեխեք ջան, դուք են 6 ֆանտաստիկներն եք, ովքեր անցել եք արդեն կիսա եզրափակիչ, հիմա դուք պետք է բաժանվեք 3 հոգանոց 2 թիմի։ Եվ ընդամենը 3 հոգի է դուրս գալու եզրափակիչ։ Մեր գործընկերը պատրաստել է շատ հետաքրքիր վիճակահանություն մեզ համար։ Բու սրճային ըմպելիքը, այս պայն ստեղ ունենք 3 հատ կապուչինո, 3 հատ տաք շոկոլադ։ Ну, երկուսն է տաք են իրականում, էլի, հնդալա չէ, տաք շոկոլադ ու կապուչինո։ Այսպես ասեմ, կապուչինոները մի թիմ են ընկնում, տաք շոկոլադները մի թիմ։ Հիմա պետքա հոտ քաշելով ասեք ինչ է, նացես։ Պետքա չնայեք ինչ է։ Ասենք ժիգով կան։ Իմը կապուչինո է։ Կապուչինո։ Կապուչինո։ Տաք շոկոլադ։ Տաք շոկոլադ։ Մեծ կապուչինոներն իր այդ կանգնեցին, տաք շոկոլադներն իրար հետ։ Երեխեք լավ մի հատ հարցուց ոնց մի անգամից կռացիք դուք խմում եք, հա։ Բոլորը։ Այո։ Քանի որ դուք սիրար եք բու սրճային ըմպելիքի, լավ անկեղծով է տաք շոկոլադ սիրում ով կապուչինո։ Երկուսն է շատ կապուչինո։ Ամեն դեպքում հենց դրա համար է մեր գործընկերը պատրաստել է մի հատ մեծ գեղեցիկ փաթեթներ բոլորիդ համար, որտեղ կա թե տաք շոկոլադ, թե 3-ը մեկում, թե կապուչինո։ Վերցրեք ու գնացեք պատրաստելու եզրափակչին։ Մենք գնացինք սիրելիներս վերջին կետ կիսա եզրափակիչ, որից հետո ընդամենը 3 մասնակիցներ կանցնեն եզրափակիչ փուլ։ Լարված է, թեժա։ Շատ թեժ պահ է, երեխեք ոնց եք, պատրաստ եք, լարվում են, այո։ Թիմերը բաժանվել են արդեն վիճականությամբ, կապուչինոյով և տաք շոկոլադով երկու թիմի, մի թիմի գույնը կապույտն է, մյուսինը վարդագույնը, խաղի իմաստը սա է,
Բատուտի վրա թռնելով նրանք պետք է փորձեն այս ինչա բոչկանայրեն։ Այս կապույտ տակառները նրա համար են, որպեսզի նրանք գնդակները կարողանան գցեն հենց այստեղ։ Մնա, մեջը չի կարող մտնել, ուղղակի պետքա մնա։ Հաղթում է այն թիմով առաջին 3-ը նետում է եւ մնում է տակառի վրա։ Մասնակիցները կարող են փոփոխվել, որոշում եք դուք։ Խաղը կարծում եմ բոլորի համար պարզ է, բայց մի հատ փոքրիկ ուղում։ Տակառների արանքը պետքա չմնա գնդակը, այլ պետքա հենց լինի տակառի մեջ։ Այ այստեղ։ Պատրաստ։ Շատ իր կգցես։ 1 Շատ իր։ Ուժեղ չանես շատ։ 2 Գնաց։ Ծովեի, մտավ։ Հաջորդը շուտ արվե։ Օպա։ Թիմային աշխատանք է, մյուս մասնակիցը բերում է, մյուս մասնակիցը գցում է, մյուս մասնակիցը թռնում նետում է։ Այդքան էլ հեշտ չէ։ Այդքան էլ հեշտ չէ իրականում խաղը, որտեղ նայեք, նրանք թե պետք է նուրբ գցեն, որպեսզի մնա գնդակը։ Ահա։ Ուրեմն նայեք ինչ տեղի ունեցավ, կապույտ գնդակը մտնում էր, վարդագույն գնդակով նետեցին եւ գցեցին մի կողմ։ Կապույտ գնդակով մասնակիցը բավականին լավ են նետում, բավականին լավ։ Աղջիկները սպրինտի մեջ են, անդադար վազում են։ Օթից, չի կարելի վերևից։ Նորից կապույտ գնդակը պտտվեց մեջը դուրս եկավ։ Ռոյ, վարդագույնը կարող էր մնալ չմնաց։ Հրաշալի աշխատում են, հրաշալի երեխաներն աշխատում են։ Փոխվեց արդեն մասնակիցը, հոգնել են այնտեղ վազողները։ Ես խորհուրդ կտամ մասնակիցները փոխվեն, որ շատ չհոգնեք։ Օй, նորից։ Մասնակիցները այլևս։ Օպա, առաջին միավորն է վաստակում վարդագույն գնդակով մասնակիցը։ Կամացի հիմա հել ես կսեմ։ Տեսեք, թե ինչ է կատարվում, կապույտը նորից չընկավ, շատ է հոգնել վարդագույն գնդակ բերող աղջնակը, շատ է հոգնել։ Վերջին ուժերն են նրանք արդեն, վերջին շատ, ոչ։ Ասեն, որ գնդակը եթե մեջն է, այլևս մեջն է։ Եկ կապույտը, վարդագույն գնդակը օգնեց կապույտին, որպեսզի նա մնա տակառի մեջ։ Ուշ, ափսոս, բավականին լավ են նետում։ Ես առաջարկում եմ փոխվեք, աղջիկները հոգնել են։ Մասնակիցները հոգնել են և մի փոքր թույլ պետք է գցեն և ափսոս, երկու գնդակներ կարող են մնային մեջը։ Ափսոս, կապույտ գնդակը գրեթե կապույտը վարդագույնը ես ինչա կատարվում։ Շուտ արեք։ Մեր դժվար է։ Հելապ է հոգ։ Երկրորդ կապույտ գնդակը արդեն հայտնվեց։ Վեկա։ Շատ օպա հավասար։ Երկու վարդագույն, երկու կապույտ և Վեկա։ շատություն։ Շուտ արեք։ Շատություն։ Վերեք։ Կապույտ երրորդ գնդակը հայտնվեց տակառի վրա։ Ուղղակի վարդագույն թիմից 98 աղջիկը կարծես էլ ուժ չուներ վազելու։ Ինձ թվում է դուք պետքա փոխեք ձեր մասնակցին, էլ ուժ չուներ։ Ֆանտաստիկ աշխատանք է։ Ես ուզում եմ մի հատ ծափարենք մեր պարտողներին էլ, հաղթողներին էլ։ Տեսար։ Նախ ուզում եմ մեր պարտողները մոտենան ինձ, հաղթողներ անցեք այն կողմ։ Սիրելիներս, արա գնա, կյանքս մի կեր։ Դժվար է, չէ, եղեք, շատ հոգնեցիք, չէ, բայց ամեն ինչ արել եք։ Ամեն ինչը ներդրել ենք այս խաղի մեջ։ Սիրելիներս, քանի որ դուք հայտնվել եք լավագույն վեցնյակում, 100 հոգոց, պատկերացնում եք, դա ֆանտաստիկ արդյունք է։ Մենք ձեզ համար ունենք փոքրիկ նվեր մեր գործընկերոջ կողմից։
Մեր գործընկեր Impulse Ակադեմիան ձեզ հնարավորություն է տալիս մեկ անվճար դասընթացի, համել դա ձեզ կարող է օգնել հնարավոր է ցանկանական տեղ, հա, սովորելու բավականին բարձրակարգ տեղ է, ձեզ կօգնեն թե որն ընտրեք։ Ձեզ կփոխանցեք այդ անվճար դասընթացի, այսպես ասած տոմսը։ Ես մոտ ուզում եմ ձեզ գրկեմ ապրեք սիրուններս, բայց ես նաև ուրախ եմ, որ չեք նեղվում, որովհետև գիտեք էլի, որ ամեն ինչ ներդրել եք, ապրեք։ Իսկ մենք տեղափոխում ենք եզրափակիչ փուլ, խաղը լինելու է մարզա ինտելեկտուալ խաղ, գնացինք։ Ուրեմն մենք ունենք գժական նոր գործընկեր, որի հետ արդեն պատմություն ենք ուզում սկսել կերտել, Lady Zone-ի մասին է, որը Հայաստանում ամենամեծ ցանցն է ֆիթնես ակումբների, որտեղ միայն կանայք եւ աղջիկներ են, ելներս։ Հլոսո, ո՞նց ես։ Հոգնած։ Բայց որ մեծանաս ասա, որ ֆիթնես գնալու ես։ Հենց Lady Zone-ը քեզ համար է ստեղծված։ Ասեմ, որ քեզ համար ընդհանրապես ստեղծված չի, բայց քո մայրը, քույրը կարող են գնալ, կամ մորաքույրը, բոլոր քույրիկդ գնում է։ Այո։ Էտա։ Սերներս մինչև դուք սենց քայլում եք Lady Zone-ի տրամադրած այս վազքու վրա։ Lady Zone-ն ունի ֆանտաստիկ նվեր ձեր մայրիկների համար։ Ես փոխ։ Լավ, իջեք ինձ մոտ։ Իջեք, հերիքա վազի, հերիքա։ Ստոպ թողեք։ Ահա, ստոպ տուր արի դեռ չեմ։ Ահա։ Այս ֆանտաստիկ նվերը մամաների համար է, սա քեզ։ Սա քեզ, Դավիթ։ Քուրիկդ քանի տարեկան է։ 18։ Հա, քուրիկդ էլ կարող է գնալ։ Եվ սա էլ քեզ։ Այստեղ Lady Zone-ի ֆիթնես ակումբների աբոնեմենտ է, որը կտրամադրեք ձեր մայրիկներին, այսինքն կտրամադրեք ձեր մայրիկներին, իսկ ձեզ համար պատրաստել է առանձին նվեր։ Դուք ամեն մեկը ունեք երկուական Երևան պարկի նվեր քարտ։ Հենց ով այլեք։ Շտապեք ձեր ընկերներին տեղեկացնել, եթե այս պահին ձեր ընկերների մայրիկները գնեն Lady Zone-ի ֆիթնես ակումբի աբոնեմենտ, կունենան իրենց երեխաները, ձեր ընկերները երկուական նվեր քարտ դեպի Երևան պարկ, որը կարող են օգտագործել հունվարի 29-ին։ Չմոռանաք ասեք։ Ես կրկնում եմ, շատ ուրախ եմ, որ Lady Zone-ը այլևս մեր գործընկերն է, որի հետ մենք վստահաբար կերտել ենք նոր պատմություն։ Պատրաստեք ֆինալին։ Գնացինք։ Սիրելիներս, դուք ֆանտաստիկ կերպարներ եք, 3 մասնակիցներ, ովքեր 100 մասնակցից հասավ մինչև եզրափակիչ։ Շնորհավորում եմ ձեզ, բայց ձեզնից ընդամենը մեկն է ճանաչվելու հաղթող եւ տուն է տանելու PlayStation 5-ը։ Վիճականության արդյունքում թվերը մեկը ում է բաժին հասել։ 1, 2-ը քեզ, 3-ը քեզ։ Խաղի իմաստը սա է։ Այս խողովակը դուք պետք է հագնեք ձեր ձեռքին, որպեսզի ձեռքը չծալվի, մնա ուղիղ։ Այս մեծ գավաթները ձեր հաղթանակի կամ պարտության գրավականն է։ Հաղթում է այն մասնակիցը, ում գավաթը այդպես էլ չի հպվում սեղանին։ Որ մասնակցին օրինակ առաջինը հպվեց քոնը, դու լքում ես, մնացած երկուսն է շարունում, բայց խաղը այդքանով չի ավարտվում։ Խաղը մեզ համար պատրաստել է Impulse Ակադեմիան, պատրաստել է հարցերի տեսքով։ Հնչելու են հարցեր, առաջինը սկսում են քեզնից, թե դու մեկն ես։ Ճիշտ պատասխանի դեպքում դու որոշում ես, թե հեղուկը լցվում է որ գավաթի մեջ, որ մասնակցի գավաթի մեջ։ Եթե դու պատասխանում ես սխալ, հեղուկը լցնում են քո գավաթի մեջ։ Ուտեն շարունակաբար։ Հեղուկը ավելի է ծանրացնելու ձեր գավաթները, դրա համար պետք է լինեք այսպես թե ֆիզիկապես պին, թե նաև ինտելեկտով, որ կարողանաք պատասխանել ճիշտ։ Բարձր է։ Հարցեր ունեք։ Բանը, որ դասարան, ինչ տարիքային բաներ հարցերա լինելու։ Եկեք մոռանանք Դավիթի տված հարցը։ Եթե պատրաստ եք, ես ընթերցում եմ Impulse Ակադեմիայի տրամադրած հարցերը։ Դուք արդեն ամրացրեցիք խողովակները ձեր ձեռքին, ես այս պահին սկսեմ ընթերցել Impulse Ակադեմիայի տրամադրած հարցերը։ Գավաթները վերցրեցինք։ Դուք իրավունք ունեք պահել վերև, ներքև, ինչ ուզում եք պահել, բայց սեղանից ներքև չեք կարող իջացնել, եկեք առաջ, առաջ։ Հիմա դրեք, ես ցույց տամ։ Գավաթը պետք է պահեք սեղանի վրա, եթե դուք հետ եք գալի, կարաք ներքև էլ իջացնեք։ Դուք այնքան պետք է պահեք, որ իջացնելուց դուք իրավունք չունեք, կապավ պարտվում եք։ Գավաթը պետք է լինի սեղանի վրա, վերև, ինչ ուզում եք արեք, կողք, հպվեց։ Սեղանին դուք լքում եք Arm Games-ը գրավելով երրորդ կամ երկրորդ հորիզոնական։ Պատրաստ։ Վերցրեցին գավաթները, եկանք առաջ։ Բարձրացրեցին գավաթները, եկանք առաջ։ Քո անունը։ Մերի։ Ալեքս։ Դավիթ։ Մերի, Ալեքս եւ Դավիթ։ Շնորհավորում եմ ձեզ, Ալեքսն առաջարի։
Մերի ջան, առաջին հարցը։ Մերի, ինչպես է կոչվում հաղթանակը շախմատում։ Շախ, չէ։ Սխալ պատասխան։ Ճիշտ պատասխանն է մատ։ Այլիսուսեիք։ Վստահաբար Մերին գիտեր պատասխանը, բայց լարվածության արդյունքում չկարողացավ պատասխանել։ Եթե խառնենք կանաչ եւ դեղին գույները, ինչ գույն կստացվի, Ալեքս։ Կապույտ։ Ճիշտ է։ Դու ընտրում ես, թե ում գավաթի մեջ է լցվում հեղուկը։ Էս աղջիկը։ Մերի։ Մերի։ Շատ լավ։ Դավիթ։ Այո։ Որ մոլորակն է հայտնի իր կարմիր գույնով։ Նարս։ Ճիշտ է, ընտրում ես։ Աղջիկը։ Տղաները դուրս են եկել աղջկա դեմ։ Մերի չհանձնվես։ Մերի, հարցը հնչեցնում եմ քեզ։ Որ մոլորակն է ամենամոտ արեգակին։ Իրապես ասեմ։ Մերկուրի։ Ճիշտ է, ընտրում ես, որտեղ է լցվում հեղուկը։ Դավիթի։ Դավիթ։ Ալեքս, որտեղ կարող է օվկիանոսն առանց ջրի լինել։ Հարցը տրամաբանական է։ Բաժապի։ Որտեղ կարող է օվկիանոսը առանց ջրի լինել։ Ափում։ Սխալ պատասխան քարտեզի վրա։ Դավիթ, հարցը հնչեցնում եմ քեզ։ Որ մարմինն է իրականացնում արդարադատությունը։ Չգիտեմ։ Դատարան։ Մերի։ Որ ընկերությունն է հայտնի իր Just Do It կարգախոսով։ Դավիթ, քո գավաթը հպվեց սեղանին։ Դավիթը գրավում է երրորդ հորիզոնականը։ Ծափարում ենք Դավիթին, Դավիթը դեռ սպասում է։ Մերի, պատասխանն եմ սպասում քո։ Չգիտեմ։ Nike. Just do it. Ուղիղ պահի։ Բարձացրու, չհանձնվես Մերի։ Մերի չհանձնվես։ Ալեքս, գավաթը դուրս ես պահել։ Հայաստանի Հանրապետությունում որ մարմինն է ընդունում օրենքները։ Վարչապետ։ Սխալ պատասխան ազգային ժողով։ Ինձ հիացնում է Մերի պայքարի ուժը։ Մերի, որ բրենդն է սկսել ավտոտնակում և դարձել համաշխարհային տեխնոհոսկա։ Տեսլան։ Apple։ Բարձացրու Մերի չհանձնվես։ Բարձացրու։ Ալեքս։ Ինչպես է կոչվում թիմի ներսում առաջացած անհամաձայնությունը։ Պահի Մերի։ Չգիտեմ։ Կոնֆլիկտ։ Մերի չպահի։ Մերի պահի։ Մերի բարձացրու չհանձնվես։ Չի կարող, դժվար է։ Ինչպես է կոչվում թիմում առաջատարի դերը։ Առաջնորդ։ Ճիշտ է։ Հաղթում է այն մասնակիցը, ում գավաթը այդպես էլ չի եփվում սեղանին։ Դժվար է։ Ինչպես է կոչվում թիմում առաջատարի դերը։ Առաջնորդ։ Ճիշտ է։ Ալեքսինը փոփեց, Մերին ճանաչվում է Arm Games նախագծի հաղթող։ Սա անհավանական է։ Տղաները դուրս եկան երկուսով, դուրս եկան այս աղջիկների դեմ։ Ես մի հատ ուզում եմ բարձր ծափարենք, բարձր Մերին։ Սա ուղղակի ֆանտաստիկ է։ Դավիթը գրավում է երրորդ հորիզոնական, Ալեքսը գրավում է երկրորդ հորիզոնական, Մերին ֆանտաստիկ դիմադրողականության արդյունքում ճանաչվում է Arm Games Kids նախագծի հաղթող։ Let me feel the danger.
Ես ուզում եմ Vega ընկերությունը շնորհակալություն հայտնել, որ միշտ մեր նախագծերի կողքին է Vega ընկերություն, կահույքի եւ տեխնիկայի ամենամեծ ցանցը Հայաստանում։ Եվ այս PlayStation-ը հատուկ Vega ընկերությունից քեզ մասնավորապես քո եղբորը ոնց հասկացա, բայց ինձ թվում է կոմար նվերը չէր կարևոր։ Ասեմ, որ մի փուլում, փուլերից մեկում աղջիկներից մեկը կոնկրետ մերին մաղթել էր հաղթանակ։ Ես չգիտեմ աղջիկներից ով էր, բայց այդպիսի բան ա եղել։ Տղաներ, ես ձեզ շնորհավորում եմ։ Արժանի պայքարել եք, ես Դավիթին ինձ թվում է բոլորը ամենաշատն են հիշելու իր ակտիվության համար։ Ալեքս, դու լքել էիր ու գրեթե կարող էիր ճանաչվել հաղթող, եթե դիմադրեիր, բայց հաղթեց մերին։ Ես ծափարում եմ սիրելիներս, այսքանով ավարտվում է Arm Games նախագիծը, ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր մեր գործընկերներին, մեր ծնողներին եւ բոլոր մասնակիցներին։ Կտեսնենք արդեն հաջորդ շաբաթ։